2026 թվականի ապրիլի 15-ը վճռորոշ ամսաթիվ է։ 3 կենդանակերպի նշաններ կունենան մարգարեական երազներ և կբացահայտեն իրենց մասին ճշմարտություններ։ Երբեմն դուք արթնանում եք պարզ մտքով, կարծես ինչ-որ մեկը ամեն ինչ իր տեղը դրել է։ Եվ երբեմն այնպիսի երազ եք տեսնում, որ ամբողջ օրը մտածում եք դրա մասին։ 2026 թվականի ապրիլի 15-ին 3 կենդանակերպի նշաններ հատկապես բախտավոր կլինեն։ Նրանք կունենան մարգարեական երազներ, վառ, պարզ և հիշարժան։ Այս երազները կբացեն նրանց աչքերը այն բանի վրա, ինչը երկար ժամանակ պտտվում էր նրանց ենթագիտակցության մեջ, բայց նրանք չէին համարձակվում լույս աշխարհ գալ։ Պահպանեք ձեր հորոսկոպը վաղվա համար, որպեսզի ապրիլի 13-ի առավոտյան չշփոթվեք և կարողանաք ճիշտ մեկնաբանել հաղորդագրությունը։ Մանրամասն աստղագուշակական կանխատեսումը կասի ձեզ, թե ով պետք է տետր պահի իր մահճակալի մոտ։ Ինչու է ապրիլի 15-ը լինելու յուրահատուկ։ Այսօրը լուսինը մտնում է մի փուլ, երբ ենթագիտակցությունը չափազանց ուժեղացած է։ Երազները դառնում են վառ, պատմողական և խիստ խորհրդանշական։ Աստղագուշակները դասավորվում են այնպես, որ նուրբ աշխարհից տեղեկատվությունը գրեթե անարգել հասնի քնածին։ Բայց ոչ բոլորն են տեսնելու մարգարեական երազներ, միայն 3-ը, ընտրյալ։ Մնացածի համար գիշերը կանցնի հանգիստ, առանց բացահայտումների։ 3 նշան, որոնք հավանաբար կունենան մարգարեական երազներ։ Խեցգետին երազը կնշանակի թաքնված անհանգստություն։ Խեցգետինները երազում կտեսնեն տան, ընտանիքի կամ անցյալի հետ կապված ինչ-որ բան։ Հնարավոր է ծանոթ մարդու, որին նրանք երկար ժամանակ չեն տեսել, կամ հին բնակարանի, որտեղ անցկացրել են իրենց մանկությունը։ Մի անհանգստացեք, եթե երազը անհանգստացնող է թվում։ Այն կընդգծի այն, ինչի մասին դուք վախենում եք մտածել իրականում, չլուծված հակամարտություն, մեղքի զգացում կամ չիրականացված երազանք։ Ինչ անել։ Գրեք երազը արթնանալուց անմիջապես հետո։ Վերընթերցեք այն 1 օր անց և անկեղծորեն հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչն է իմ կյանքում հիմա նույնը, ինչ երազում։ Կույս երազը կբացահայտի թաքնված ցանկությունները։ Կույսերը սովոր են վերահսկողության տակ լինել, բայց ապրիլի 15-ին ձեր ենթագիտակցությունը կգրավի իշխանությունը։ Երազը կբացահայտի այն, ինչ դուք իսկապես ցանկանում եք, բայց չեք խոստովանել ինքներդ ձեզ։ Հնարավոր է դուք վաղուց երազել եք աշխատանքը փոխելու մասին, բայց վախենում եք։ Կամ դուք հոգնել եք հարաբերություններից, բայց կառչել եք սովորությունից։ Երազում սիմվոլները կլինեն վառ՝ ճանապարհ, ճամփրուքը, բաց պատուհան, թռչող թռչուն։ Ինչ անել։ Մի անտեսեք ձեր առավոտյան մտքերը։ Եթե արթնացել եք հստակ, ես փոփոխություն եմ ուզում, ապա կա պատճառ։ Ձկներ երազը կբացահայտի ճշմարտությունը սիրելու մասին։ Ձկները ինտուիտիվ նշան են, բայց երբեմն նրանք չեն վստահում իրենց սեփական ինտուիցիային։ Ապրիլի 15-ի գիշերը նրանք երազում կտեսնեն մի մարդու, որի հետ ներկայումս դժվար հարաբերությունների մեջ է։ Երազում այս մարդը կցույց տա իր իրական դեմքը, առանց դիմակների և զարդարանքների։ Դա կարող է տհաճ լինել, բայց կլինի անկեղծ։ Ինչ անել։ Մի շատապեք վեճի մեջ մտնել երազի հիման վրա։ Դիտարկեք այս մարդու վարքագիծը իրականում առաջիկա օրերին։ Երազը պարզապես ընդգծեց այն, ինչ դուք արդեն կասկածում էիք։ Ինչ անել մարգարեական երազի հետ։ Հրահանգներ։ Հաղորդագրությունը չկորցնելու և այն ճիշտ վերցանելու համար հետևեք այս պարզ կանոններին։ Ինչպես աշխատել երազի հետ։ Ապրիլի 14-ի երեկոյան ձեր մահճակալի կողքին դրեք տետր և գրիչ։ Երբ արթնանաք, անմիջապես մի վեր կացեք, մի րոպե պառկեք, երազը գլխում կրկնելով։ Գրեք ամեն ինչ՝ մանրամասները, գույները, հույսերը, մարդիկ և միջավայրը։ Մի չափազանցեք կամ մի զարդարեք, գրեք այնպես, ինչպես հիշում եք։ Օրվա ընթացքում ոչ մեկին մի պատմեք, բացի ձեր ամենամտերիմ ընկերներից։ Որ երազներն են համարվում մարգարեական։ Ոչ բոլոր վառ երազներն են մարգարեական, կան մի քանի նշաններ, որոնցով կարելի է տարբերակել։ Մարգարեական երազի նշաններ։ Դուք այն հիշել եք ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ։ Երազը պարունակեր անսովոր, բայց հստակ սիմվոլներ՝ տուն, ջուր, ճանապարհ, ժամացույց, տառ։ Արթնանալուց հետո այլևս չեք ուզում քնել, ձեր մտքերը արդեն վազում են։ Առավոտյան անսովոր տրամադրություն, անհանգստություն, ուրախություն կամ հանգիստ վստահություն։ Երազը կրկնվեց 2 անգամ, կամ վերջերս նմանատիպ տեսարաններ տեղի ունեցան։ Եթե այս երկուսից ոչ մեկը չհամընկնում, երազը պարզապես արտացոլում է օրվա անհանգստությունները։ Այլ նշաններ՝ խաղաղ քնեք։ Եթե ձեր նշանը ցուցակում է, մի անհանգստացեք։ Ապրիլի 13-ին դուք կունենաք սովորական գիշեր, առանց բացահայտումների։
Այնուամենայնիվ դուք կարթնանաք հանգստացած, առանց խորհրդանշական խորհրդանշերի ծանրաբեռնվածության։ Օգուստագործեք այսօրը սովորական գործողությունների համար՝ մաքրություն, եփում եւ զբոսանք։ Մարգարեական երազները, եթե նրանք նախատեսված են իրականանալու, կգան ուրիշ անգամ։ Ինչպես պատրաստվել ապրիլի 15-ի գիշերին։ Հստակ երազ եւ հստակ ուղերձ ապահովելու համար ապրիլի 14-ի երեկոյան արժե կարգի բերել ոչ միայն ձեր տունը, այլև ձեր միտքը։ Ինչ անել քնելուց առաջ։ Օդափոխեք սենյակն ու քաշեք վարագույրերը։ Խուսափեք ծանր սննդից քնելուց 2-3 ժամ առաջ։ Դրեք հեռախոսը լույսերը մարելուց 1 ժամ։ Ընդունեք տաք չնչուղ։ Մի վիճեք կամ մի մտածեք խնդիրների մասին քնելուց առաջ։ Մտայիմ շնորհակալություն հայտնեք Յորվանը եւ թողեք այն անցնի։ 2026 թվականի ապրիլի 15-ը հատուկ ամսաթիվ է խեցգետնու, կույսու եւ ձկների համար։ Նրանք կունենան մարգարեական երազներ, որոնք կբացեն իրենց աչքերը թաքնված անհանգստությունների, իրական ցանկությունների եւ սիրելիների մասին ճշմարտությունների։ Վաղվա աստղագուշակը խորհուրդ է տալիս չանտեսել այս առավոտյան բացահայտումները եւ անպայման գրառեք ձեր երազները։ Մյուս նշանների համար աստղերը խոստանում են խաղաղ գիշեր եւ առավոտյան պարզ միտք։ Գլխավորը չվախենալ տեսածից։ Երազները լուսավորում են միայն այն, ինչ արդեն ներսում է։